Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Ադրբեջանական ԱՊՊԱ-ի տեղեկատվությամբ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը խիստ գնահատականներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու ներսում սկսված պարակտիչ գործընթացների հասցեին։ Հոգևոր բարձրագույն մարմինը պաշտոնապես հայտարարել է, որ եկեղեցու հոգևորականների եւ ազգային բարերարների նկատմամբ իրականացվում են ապօրինի հետապնդումներ ու բռնաճնշումներ, պահանջելով անհապաղ դադարեցնել շինծու մեղադրանքներով քրեական բարույթները։ Խորհուրդը դատապարտելի է համարել անձամբ վարչապետի միջամտությունը եկեղեցական կյանքին, մասնավորապես պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը հարկադրաբար չհիշատակելու պահանջը, ինչը որակվել է որպես հակականոնական ընթացք եւ հերձվածի վտանգ։ Ժողովի ընթացքում կոշտ քննադատության են արժանացել նաեւ այն 10 եպիսկոպոսները, որոնց խոտոր ընթացքը եւ իշխանական օրակարգերին հարելը դիտարկվել են որպես հոգեվոր ուխտի խախտում եւ հարված եկեղեցու միասնականությանը։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով Գերագույն հոգեվոր խորհուրդը հրատապ է համարել մոտ ապագայում եպիսկոպոսատ ժողովի գումարումը։ Այս օրերին Մայրաթորը չի շտապում մեկնաբանել իշխանական Civic AM-ի այն հոդվածը, ըստ որի մեր երկրի ազգային անվտանգությունը իրենց հարցմանի պատասխան հրապարակել է կաթողիկոսի եղբոր Եզրած arczepiskopos Ներսիսյանի ռուսական KGB-ի գործակալ լինելու մասին փաստաթուղթ։ Ըստ լրատվականի, ազգային անվտանգության ծառայությունում մարկա տվյալների համաձայն Եզրած arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ ԱԱԾ-ի փոխանցմամբ բացի այդ, առկա տվյալների համաձայն Եզրած arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին, ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ԱԱԾ-ն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Պաշտպանելու խաղաղ ապահով կյանքը Ադրբեջանական դիզվառելիքը հատել է Հայաստան-Վրաստան սահմանը։ Մոտ 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով սա ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև առհասարակ անկախությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։ Էջմիածնի Մայրտաճարի մուտքի մոտ սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրդանեսն իրեն լավ է զգում, կյանքին վտանգ չի սպառնում։ 2 ստենտ են տեղադրել, եւս 3-ը նախատեսվում է տեղադրել 72 ժամը լրանալուց հետո։ Վերակենդանացման բաժնից շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ։ Նյուզայեմի մեր գործընկերներին հայտնել են բժշկական կենտրոնի ղեկավարն ու երեցկինը։ Առաջին բանը, որ տեսավ ինձ, ասեց վեհափարս ոնց է, ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց, իրականում այսպես ասեմ, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ, ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին հայրենիքը, ընտանիքն էլ են նույն, կարող եմ ասել նույն կարգավիճակում, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք ու ես վստահ եմ, որ այն առաքելությունն, այն նպատակը, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժում։ չի կարելի որևէ մեկին Գլխավոր դատախազությունը նոր միջնորդություն է ուղարկել Մոսկվա նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Հայաստան արտահանձնելու համար։ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել եւ 2022 թվականից հաշվառված է Մոսկվայում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումից բացի կա նաեւ գույքի բռնագանձման հայց։ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում Opel Magnishi ավտոմեքենայում տեղի ունեցել պայթյուն։ Պարզվել է, որ պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել կամ մեկ տուժած։ Վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ դիմապակին շպրտվել է փողոց։ Մինչ շրջերների ժամանելը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը։ Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան մեղադրվում է ԵՄ միջոցներով կեղծ դրամաշնորհներ բաշխելու համար։ Ըստ նախարարության նա 2.5 միլիոն դոլար է յուրացրել։ Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2009 թվականից 2014 թվականներին Եվրամիության հետ աշխատանքները համակարգող վարչության ղեկավար ԱԳ-ն յուրացրել է ԵՄ ծրագրերից ստացված դրամաշնորհները։ Հարուցվել է քրեական գործ, նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել։
С военной аудиторией я никого конкретно не имел в виду. Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ միջոցառման ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան ներկայումս Ուկրաինայից խաղաղության պատրաստակամություն չի տեսնում։ Նրա խոսքով Ռուսաստանը պատրաստ է եւ ցանկանում է խաղաղ ճանապարհով ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն Կիևը դեռևս չի ցուցաբերում տարածքային հարցերը քննարկելու ցանկություն։ Անդրադառնալով օրեր առաջ Զելենսկու այցին Կուպյանսկ, որով նա փորձել էր ցույց տալ, թե քաղաքը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, Պուտինը նշել է, որ տեսանյութում Զելենսկին Ստելլա քաղաքից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, հեգնելով, որ եթե Կուպյանսկն իսկապես ուկրաինական վերահսկողության տակ է, կարելի է ոչ թե շեմին կանգնել, այլ մտնել քաղաք։ Միաժամանակ նա հաստատել է, որ Կուպյանսկ քաղաքը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այնտեղ շրջափակման մեջ է հայտնվել Ուկրաինայի շուրջ 3500 զինծառայող, որոնք գործնականում որևէ շանս չունեն, ասել է Պուտինը։ Պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին, թե հնարավոր է նոր հատուկ ռազմական գործողություններ, գերտերության ղեկավարն ասել է. Не будет. Ոչ մի գործողություն չի լինի, եթե դուք մեզ հետ վերաբերվեք հարգանքով, պահպանեք մեր շահերը, ինչպես մենք ենք մշտապես փորձել պահպանել ձերը։ Եթե դուք մեզ չխաբեք, ինչպես խաբեցիք ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հարցում, ռազմական գործողություն չի լինի։ Как надули. Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրիոլ, Տոլյատի եւ Դոնի Ռոստով քաղաքներին։ Հարվածների հետևանքով որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 94 անօդաչու սարք են ոչնչացրել, որոնցից 36-ը միայն Ռոստովի մարզում։ Եվրամիությունն ավելի շատ ակտիվներ ունի Ռուսաստանում, քան ռուսական սառեցված միջոցների ծավալն է, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Եթե Ռուսաստանը հայելային պատասխան տա, Եվրոպան մեծ վնասներ կունենա եւ կպարտվի, նշել է նա։ Ահա թե ինչու է բրյուսելյան խմբավորումը մտափոխվել ռուսական փողերն օտարելու հարցում, շեշտել է Հունգարիայի վարչապետը։ Le soutien à l'Ukraine. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով իրենք շահագրգռված են գտնել այս քննարկումներին մասնակցելու հնարավորություն։ Միջնորդավորված բանակցությունները ոչ արդյունավետ են, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը միջնորդ ասելով հավանաբար նկատի ունի ամերիկյան կողմին։ Principale décision. D'abord sur l'Ukraine. ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջանային օդանավակայանում Cessna 550 մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով կա 7 զոհ, որոնց թվում են եղել NASCAR ավտոմրցարշավի նախկին վարորդ Գրեգ Բիֆլը եւ իր ընտանիքը։ Լուրը հայտնել է ավտոմրցարշավային կազմակերպությունը։ Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ուզում եմ ամուսնանալ պաստառով մի երիտասարդ իր ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել եւ Պուտինին հրավիրել իրենց հարսանեկան արարողությանը։ Ես գիտեմ, որ իմ ընկերուհին այժմ դիտում է եթերը։ Օլեչկա, ամուսնացիր ինձ հետ, քանի որ այս ամենն այստեղ է տեղի ունենում, Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր հարսանիքին։